Հայաստանում ինչ է կատարվում 21-րդ դարի բարձրորակ խաբեություն ուրեմն նայեք ժողովուրդ ջան Սամվել Կարապետյանի անունից կուսակցություն են բացում որտեղ Սամվել Կարապետյանը գոյություն չունի Մեր երկրում էր դե որ խորհրդանական երկիր է, ժողովուրդը չի ընտրում երկրի վարչապետին, ընտրողը տվյալ կուսակցության ցուցակից ինչ որ մեկը պետք է ընտրվողը լինի։ Հիմա ժողովուրդ ջան, նայեք ինչ խաբեություն է մտածված ընդդիմության կողմից։ Փաստորեն երեք ուժեն, երեք գլխանի, որ ասում է վարչապետը, երեք ուժեն, ուրեմն ես կարծում եմ, որ այդ երեք ուժը պայմանավորվել են, ով շատ ձայն հավաքի, վարչապետի տեխնացիոն լինելու է նրա կողմից։ Եթե Քոչարյանը շատ հավաքի, Քոչարյանին այդ երեք ուժը պետք է ձայները տան, Ծառուկյանը հավաքի, Ծառուկյանին պետք է տան, Նարեկ Կարապետյանը պետք է հավաքի, Նարեկ Կարապետյանին պետք է տան։ Այստեղ չկա Սամվել Կարապետյան, գոյություն չունի։ Նույնիսկ եթե Նարեկ Կարապետյանը 50-55%-ով հաղթի էլ, Սամվել Կարապետյանը այդտեղ գոյություն չունի։ Սա կոչվում է դարի խաբկանք։ Բալավ, եթե դու քո սեփական ժողովրդին հենց ընտրության ժամանակից ես սկսում խաբել, Նարեկ ջան, բայց ինչ ասում ես, քո ասածներից ինչ որ մի բան, ինչ որ մեկը կհավատա, տղա ջան։ Դու արդեն այսօրվանից հլա դեռ ոչ մի բան, կուսակցություն եք բացել, բան, ու քարոզարշավ եք տանում։ Եթե չկա Սամվել Կարապետյան, ինչի եք նրա անունը շահարկում, թե Սամվել Կարապետյանը մեր վարչապետն է։ Նույնիսկ ես կրկնում եմ, եթե դու 55% հենց առաջի փուլում հավաքես ու Սամվել Կարապետյանը վարչապետ չի կարող դառնա։ Նույնիսկ եթե սահմանադրություն էլ փոխեք, էլի չի կարողանում դառնա, որովհետև նա ձեր ցուցակում գոյություն չունի այդ մարդը։ Ինչի եք խաբում ժողովրդին, բլավ, խաբել հենց այդպես, աշխարհում հենց դրանում էլ ենք առաջինը, Նարեկ Կարապետյան, ցավդ տանեմ տղա ջան, խելոք տղա ես, կրթված տղա ես, բան չունեմ ասելու, բայց կրթված լինելը խելքի հետ կապ չունի, տղա ջան, ուրեմն տես ինչ եմ ասում, եթե չկա Սամվել Կարապետյան, ուրեմն չկա Սամվել Կարապետյան։ Դու ասա, որ դու ինքդ ես լինելու վարչապետ։ Ժողովրդին մի խաբի, պետք չի խաբել, ինչի ես խաբում։ Ես քեզ խոսք եմ տալի, եթե քո այս խաբկանքը կանցնի, ամբողջ հայ ազգին, ինձ 100,000-ից ավել հետևորդ ունեմ, բոլորին ոտի եմ կանգնացնելու, որ քեզ Նոբելեմյան մրցանակ տան։ Եթե քո այս խաբկանքը կանցնի, բայց ես հույսով եմ, որ չի անցնի, որովհետև մեր ժողովուրդը այդքան էլ էշ չի, հարիվ չի, ինչքան դուք եք պատկերացնում։ Հասկանում ես, Նարեկ ջան, մի մարդ կարողանում է շատ փող աշխատի, մի մարդ կարողանում է պատիվ հարգանք ստեղծի, մի մարդ ուրիշ բան, ամեն մարդու մի բան է տված։ Խաբեությամբ առաջ չես գնալու։ Դա ձև չկա։ Խաբեությամբ մարդիկ միայն այս դարում կարողանում են փող վաստակել։ Փող, այդտեղ դու ինքդ ասեցիր, որ վերջի 1 տարին Սամվել Կարապետյանը լինելով կալանավայրում, տնային կալանքում $1 միլիարդ փող է աշխատել։ Գիտես իրանց հայաթում ենքան քրտնել է,
այնքան քրտնել է, որ աշխատել է։ Ես հասկանում եմ բիզնեսում ոնց են փող աշխատում։ Ես հասկանում եմ, ինձ պետք չի բացատրել, ես սա անենց հեգնանքով եմ ասում։ Հիմա մեր երկրի վարչապետը վերցնենք Նիկոլ Փաշինյանը։ Ես Նիկոլ Փաշինյանին ծնված օրից եմ ճանաչում։ Նրան գիտես, այս նույն անդիմությունը Քոչարյանը, Սերժ Սարգսյանը ինչքան միլիոններ են առաջարկել նրա լռության համար, որ նա կարեր դառնա շատ մեծ բիզնեսմեն, թե Եվրոպայում, թե աշխարհի մակարդակով, բայց նա չի արել։ Նա չի խաբել իր ժողովրդին։ Նա ասել է, որ մենք սրանց ծեծելով հանելու ենք իշխանությունից, ասելա ու արելա, հասկանում ես, չի խաբել ժողովրդին։ Հիմա եթե ինչ-որ բան իշխանության մեջ, ինչ-որ բան չի ստացվում, չի կարողանում, դա հասկանալի բան է, ով էլ լինի, ով էլ գա իշխանության, այնքան պրոբլեմ կա երկրում, ամեն բոլոր ոլորտներում է պրոբլեմ է։ Հասկանում ես, ոչ մեկն էլ այսենց 5 րոպեում ոչ մի հարցելա չի լուծելու, բայց ժողովրդին սեփական խաբել չի կարելի։ Այդ խաբելը, նայ այս ընտրությունների ժամանակ ձեր վրա ծանր է նստելու։ Շատ ծանր է նստելու։ Փողով, բանով մարդկանց առնել, ոնց որ խոզի միս առնես, ոչխարի միս առնես, նրանք էլ այդ մարդիկ էլ իրենց խոզի, ոչխարի մսի տեղ իրանց ծախում են։ Տենց էտելա խաբեություն։ Խաբեության երկիր չես կառուցի։ Մեր ժողովուրդը արդեն կրկնում եմ, ոչ էշա, ոչ հարիվ։ Ամեն ինչ հասկանում են։ Բայց մի անգամ էլ եմ կրկնում, Նարեկ ջան, եթե քու մոտ այս խաբեությունը կստացվի, ես առաջարկելու եմ, որ քեզ Նոբելյան մրցանակ տան։ Որովհետև սենց խաբեություն աշխարհում դեռ չի եղել։ Ընդհանրապես ամեն ինչը Հայաստանից է, հայազգից է ծագում։ Ամբողջ ինչ աշխարհում գոյություն ունի, ծագումնաբանությունը համարյա լրիվ հայկական է։ Ու հետո ես մեր վարչապետին էլ մի բան եմ ուզում ասեմ, թեմայից դուրս էլի։ Ես ընտրությունները ես 100% վստահ եմ, որ վարչապետը հաղթելու է, դա որովհետև ժողովուրդը երբեք չի մատնվի։ Նրանք ընդդիմությունը ստանալու է 20-25% մաքսիմում, հաղթելու է, սրանից հետո հենց ընտրվեք, պետք է օրենք ընդունեք, հաջորդ ընտրությունները պետք է լինի նախագահական։ Ոնց ասած, այս խորհրդարանականը ինչ Նարեկն անում է, չէ, էսի ոնց որ համացանցում մարդու էջը կոտրեն։ Սրանք արդեն էջը կոտրել են խորհրդանական, ոնց կարելի է հաղթել։ Լենինական ածին, լենինական դվա են ուզում հիմա։ Էդի արդեն պարզ է, որ հենց դրան է գնում, հասկանում ես, դրա խորհրդանականի էջը կոտրված է։ Բայց նախագահականում ժողովուրդը ինքն է ընտրում, իր ընտրյալին ընտրում է եւ վերջ։ Այսքան բան, Նարեկ ջան, մի խոսքով, մի խաբեք ժողովրդին։ Մի երկու հատ բարել եմ ուզում ասեմ, Նարեկ ջան, այդ մայրերին, երիտասարդ մայրերին, փոքր երեխաներ մայրերին, երիտասարդներին, այդ անչափահասներին, դրանց մի արեք այդ բաները, այդ մարդկանց դնել մի այդքան ծանր վիճակների մեջ, մի արեք այդ մարդկանց, մի արեք, ազգին, մենք մեր ձեռով դավաճան ենք սարքում, եթե նա քո կողմից գնվում է, ոչ միտեղ չի բացառվում, որ չի գնվի, ասենք, ցանկացած թուրքի, ով կզանգի իր հեռախոսահամարին ու կառաջարկի հազարավոր դոլարներ, կծախվի։ Մենք ինքներս մեր ձեռով, մեր ազգին վաճառական ենք սարքում, մի արեք,
հալալ խոսեք, մաքուր խոսեք, մարդիկ ձեզ կհասկանան։ Ձեր միտքը մաքուր միտքը կհասկանան, բայց հենց այս պահին ասում եմ, արդեն հենց սկսել եք խաբեությամբ։ Սամվել Կարապետյան արանքում գոյություն չունի, բայց դուք ասում եք Սամվել Կարապետյանը մեր վարչապետն է։ Կրկնում եմ, նույնիսկ առաջի փուլով 55%-ով, եթե դու հաղթում ես օգուսակցությունը, դու չես կարող Սամվել Կարապետյանին վարչապետ, որովհետև նա ձեր ցուցակում գոյություն չունի։ Դու ոչ չես կարող ամբողջ օրենքները փոխես։ Չկա տենց բան, չի լինի, հնարավոր չի։ Սա ես քեզ օրինակի համար, բայց սենց եթե խաբեությամբ շարունակեք, հնարավոր է, որ շեմն էլ չանցնեք։ Դուք շեմը անցնում եք ոչ թե ասենք ժողովրդի մասսայի կողմից, այլ Քոչարյանից եք ձայներ խլելու, Քոչարյանից։ Սերժ Սարգսյանին մի տոկոս ձայն ուներ, այդ ձայները կարող է եւ վերջ։ Ուրիշ բան չկա, ուրիշ ձայն չկա ձեզ։ Քոչարյանից եք ձայներ տանելու։ Ուրիշ ոչ մեկից։ Լավ եղեք ժողովուրդ ջան, այսքան բան։ Հետարքիր բաներ ա մեզ սպասում։